դու որպես մարդ, որպես անձ, այդ լայն հասարակության մաս ես կազմում եւ ինչքան որ դու անձնականացման մասն ես մտածում, այնքան փչացնելու ես հասարակությունը։ Այն ինչ որ մեր կյանքում այսօր տեղի ունենում ուղղակի։ Հետևաբար քրիստոնեությունը առաքինությունների կրոն։ Սրա մասին մենք չենք խոսում, որ քաջություն մեզ ինչ է ներկայացնում, անընդհատ տարիներով հարվածելով հենց քարոզչական դաշտ, վախկոտների կրոն, քրիստոնյա չլինենք, հիմա չգիտեմ քանի 100,000 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք ունենք, մոռանալով, որ այդ քանի 100,000 քառակուսի կիլոմետր կորցրել ենք նախքան քրիստոնեությունը ընդունելը, ինչքան է Տիգրան Մեծի կերպարը մեզ համար այսպես պանծալի կերպար է, ներշնչող կերպար է, շատ մեծ կերպար է, Հայաստանաստեղծ կերպար է, այո նվաճումների կերպար է, մեկ է բառը նվաճումների մասին խոսում չենք խոսում։ Ինչպիսին է որնի Տիգրան Մեծի կերպարը այդուհանդերձ իր օրոք, իր վերջին տարիների և դրանից հետո շարունակվող անկումների շրջանը մինչև քրիստոնեություն։ Ես հավակնում եմ ասել, որ քրիստոնեությունը կանխել է անկումների շրջանը։ Կանխել է ինձ մի բան է մեծացրել։ Տարել է Արտաշես արքայի տարածքների վրա նորից, Արտաշես աշխարհականը, որի մասին ոչ մի չի հիշում։ Այո, ես հակադրություն չեմ դնում, բայց ուզում եմ շեշտադրել կատարում կերպարի վրա։ Երկիր ստեղծող կերպարը, մենք դա որանում ենք դարձել գնում ենք զգացական մասին։ Հիմա ոչ կնարը կարող ձեր ուրեմն հարցին։ Մենք որպես քրիստոնյաներ կոչված ենք քրիստոնեության առաքինությունների մասին ոչ միայն խոսել շատ, այլև ապրել։ Մարդը ով չի ուզում քաջ լինել, ով չի ուզում զոհաբերով լինել, ով չի ուզում հավատքով հույսով ապրել, ով չի ուզում սիրել, ով չի ուզում։ Չկա այդպիսին։ Հետևաբար քրիստոնեությունը բոլորի համաձայն առաքինություններն են, որոնք մենք պետք է ուղղակի մանկապարտեզը փոխանցենք մեր սերունդին։ Պատասխանատվության մասին, ոչ միայն իրավունք բանացնելու, այլև պատասխանատվությունից չխուսափելու։ Ի վերջո, մեղքդ ընդունելու մասին է, որ ամենամեծ քաջությունն է կապ